Բարեկամներ, Արտապունք գյուղը միշտ էլ օրինակ է եղել, լավ օրինակ մնացած հասարակության համար, այստեղ մեծանուն մարդիկ շատ կան։ Մեր Վահե եղբայրն էլ բացառություն չի, նա ապրելով Եվրոպայում իր գյուղի համար հենց նոր կադրերում որ կար, այդ խաչքարն է տեղադրել 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված, քանի որ Արտապունքի մեր բարեկամները գնահատում են իրենց պատմությունը, անցյալը, կարևոր մարդկանց, այդ իսկ պատճառով էլ հարգանք են տածում թե մեծերի հանդեպ, թե փոքրերի եւ պահում են հայոց կուլտուրան այս լեռների գերկում։ Հենց նոր դուք ականատես եղաք Եփրեմ Պապիկի ստեղծագործություններին եւ այն միջավայրը, որը ստեղծվել էր, ինձ հիշեցրեց եւ ցույց տվեց մեր պապերի հզորությունը, թե ինչքան խելացի են եղել, ինչքան խորհուրդներ են կարողացել տալ ջահել սերնդին եւ այս նրանց խորհուրդներով է, որ մեծ մարդիկ են դուրս գալիս այս գյուղերից։ Մեր հայոց աշխարհի մեծերին հարգելը դա պատիվ է եւ սուրբ գործ։ Եփրեմ Պապիկին մաղթենք լիքը լավ էմոցիաներ, իսկ մենք հիմա գնում ենք իմ մեծ օրեղբոր կնոջը ծյոծայիս, իմ Գրետա ծյոծայի ծննդյանորը շնորհավորենք։ Իսկ նրանք չգիտեն, հավաքվել են այստեղ իրաց մոմենտով խաշ են ուտում, էլի։ Գիտեիր Վարդան, խաշ են ուտում։ Ինձ էլ են հրավիրել, ասել եմ չեմ կարա գամ, բայց ինչ չեմ կարա գամ։ Ես ոնց կարողա չկարանամ գամ։ Ես եկել եմ ու բերել եմ նվերներ իմ ծյոծային, ծյոծյաս լավն է։ Իմ Գրետա ծյոծյան, իմ մանուկ ժամանակներից մինչ այսօր կարևոր մարդ իմ կյանքում, հիմա ինքն դե չի էլի, հիմա բարեկամներ են քույրիկս, իր ամուսինը եւ նրանց խնամիները, այո, գնամ ծյոծայս ուրախացնեմ։ Չեն էլ պատկերացնում, որ այստեղ ինչ-որ անակնկալ է հասունանում եւ նրանք նկարվում են եւ ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Ահա խառնվան իրար, ասում եմ, всё, դարձանք համացանցի հիթ։ Հնարավոր է։ Շատ հնարավոր է, որովհետեւ Եփրեմ Պապիկի տեսանյութի հետ է լինելու այս տեսանյութը, իսկ Եփրեմ Պապիկին շատ մարդ է նայելու։ Եվ իհարկե օրինակելի քայլ էր մեր պարոն Բագրատյանի քայլը, որ իր գյուղացուն, իր գյուղի մեծին ուշադրություն դարձրեց առանձնահատուկ, ժամանակ տրամադրեց, եկավ եւ սեր ու հարգանք ցույց տվեց։ Մենք էլ մեզ լավ զգացինք իհարկե։ Իսկ հիմա վերցնում եմ ծյոծյայից տորթը, փախցրություն, գմփիկ վերցրություն։ Հիմա գնում ենք եւ գեղեցիկ անակնկալ անենք։ Այս հարևանի տունն է քաշուտում։ Քաշուտել նստեյա։ Բայ ընդ ինչ են անում։ Ծնունդա է։ Եկեք հələ, եկեք։ Երեխու ծնունդա։ Իմ ծյոծյայի ծնունդը երեխու ծնունդա։ Ես ծյոծյայից եմ եկել։ Ծյոծյայից։ Ուրա փախ է։ Գնաց Սմբատաբերդ։ Լուրջ ես ասել։ Դե ինքը գիտեր, դա։ Բայց դուք ուր եք եթալ, Սմբատաբերդ։ Հելանք Սմբատաբերդ Վարդան։ Հենց լավ էր։ Ավտոն լվացել էի, որ հելնենք Սմբատաբերդ, ջոգիր։ Աստորեն մենք ունենք փորձություն, պետք է բարձրանանք Սմբատաբերդ, իմ ծյոծյայի ծննդը շնորհավորելու։ Պորշ, պատրաստ եղիր, փորձության են գնում։ Բարեկամներ, թերևս առաջին անգամ Porsche Cayenne Magnishi մեքենան ինձ պետք է գալու հենց իր նպատակով, ինչի համար որ գնել եմ։ Պատահաբար իմացա, որ իմ հոպարի կինը, իմ հորեղբոր կինը, իմ տիկին Գրետան, իմ ծյոծյան բարձրացել է Սմբատաբերդ։ Ես եկել էի, որ Արտապունքում շնորհավորեմ, այնինչ նա բարձրացել է Սմբատաբերդ։ Գնանք համ Սմբատաբերդը կտեսնեք, համ էլ ծյոծյայից կտեսնեք։ Ինքան լավն է։ Գնանք։ Սեր ու հարգանք կա։ Աշնանային գեղեցիկ ռոմանտիկ տեսարաններով մենք գնում ենք Սմբատաբերդ ու ինչն է հատկանշական, որ գնում ենք մեր Porsche Cayenne-ով։ Տեսեք ինչ տեխնիկա է Porsche Cayenne-ը։ Ուր ասես գնա, երբ ուզես գնա, հեսա ցույց կտամ ոնց եմ միացնում 4 ակը ու մտնենք ճանապարհը բարձ։ Porsche ենք անում, փոթորկում ենք, գեղեցիկ սարերն են մեր եթերում։ Մենք ուզում ենք գնանք փառատոն, հարգելի փառատոնցիներ, կներեք, որ չեմ գալիս ձեր ճաշի փառատոնին, որովհետև ծյոծյայից ծննդն ենք լելա Սմբատաբերդ, ինչ անեմ։ Սա չնախանշված պատմություն էր, որը ինձ տանում է այդ հետքերով։ Ես չափազանց շատ եմ սիրում իմ ծյոծյային, պետք է գնամ շնորհավորեմ, թե չէ նա հաստատ սրտի խորքում կասի, այլա դու դրան նայի։ Մեկ չեկավ ասել շնորհավոր։ Ռուդո ենք են։ Ռուդո տաքսի Սմբատաբերդ։ Տաքսի Սմբատաբերդ, հելո, ուր արուդո, աղպերս տեն նոր ավտո, յա հել է, հա, հենց նոր, աղպեր կետ համ չէ, նորմալ է ճանապեր,
I love you։ Ինչ էր ձեր համարը։ Ռուդո 077 88 12 97 մեր Ռուդոյի համարն է զանգում եք ու բարձանում Սմբատաբերդ կապույտ կամ կարմիր մեքենայով ոնց կուզի Ռուդոն չէ բարեկամ գեղեցիկ են ակնոցները եւ դու շնորհակալ ենք հելը մեծ մասը ծոցասերը տապտի մեջ այդամ ծնունդը շնորհավորում իրա ծնունդն է Եվ ասեմ ձեզ, որ իմ ծյոցյան շատ լավ ընտիր հեսա ունի, որ հարգանքից ելնելով նրան տանում է Սմբատաբերդ ծննդյան օրը։ Բա չգովաբանես, մեր Դավիթ մեծ աղբերը Ֆրանսիայից ժամանել է հատուկ Զոնքաչի ծննդյան առիթով, ինչը գովելի է եւ օրինակելի, այնպես որ կարող Ռուդոյին ասենք տաներ մեզ։ Ռուդոյին ասենք մեզ տաներ։ Գնում ենք լավ, արի փորձենք մեր մեքենայի կարողություններն ինչ ասեմ բարդակ։ Թե որը տենց է։ Ռուդոն էլ ասես կարակ գնա։ Հա, Ռուդոն էլ ասես կարակ գնա։ Մենք է կարան գնան դինում ենք։ Ուղղակի մատ խնդիր ունենք ընկերներ։ Գազը սպրծել է, բենզինն էլ հարց է իշքան գծքի։ Հնարավոր է մենք մնանք այստեղ։ Եվ զանգենք էլի Ռուդոյին։ Ամեն դեպքում Ռուդոն մեր աղբերն է։ Երբ ուզենք, ոնց ուզենք, մեզ կօգնի։ Որովհետև ընկերությունը հենց այդպես լավ բան են մտածել կամուրջ են սարքել։ Տեսեք, այստեղ կա անգամ գետը շրջանցող կամուրջ, այնպես որ մենք այդ կամուրջով այս անգամ կանցնենք ու ասեմ ձեզ մեքենան պլպլացրել էի, որ յանի թե մաքուր գնանք Գյումրի, այն էլ չեղավ, ծյոծյաս դեմ էր, ծյոծյաս ասաց ինչ մաքուր, քո մեքենան պետք է միշտ բանել է, էլի մի քիչ փոշոտել։ Մի քիչ։ Կամուրջն էլ նեղեր, օլո, այսուր է կամը։ Օ, փորձությունները սկսավ Վարդան, չէ։ Էհա, no, ոչ մի փորձություն։ Առաջին անգամ ենք ռելեվ հաղթահարելու Porsche-ով։ Չէ, մի հատ էլ ելել ենք բան, վայոց սար ամեն դեպքում, բայց բարեկամներ, սա ուրիշ պատմություն է։ Սա ամենևին այլ պատմություն է։ Տեսնենք վերջը ինչ կլինի։ Որը դեպ Վարդան ափսոս էր էլի։ Պապի էներգիան մեր հետ է։ Պապին ասաց էլի մեր սարերը հզոր, մեր սարերը վեր։ Չէ, կաղաչը միացնում էլ կարծիքով Չէ, միացրել Միացրել ափսոսա Կայն միացրել Նորմալ ճանքա է Դե ինչ ընկերներ, բարդ տեղանքներին Վարդանը համ տորթը կբրդի, համ էլ կնկարի Իսկ հիմա դու տորթը բրդի, հա? Նայնի Ինչ ենք անում Էդ դուր ես էդ գալի Ակե հելն եմ դրա էլասն ինչա Բայց կանի որ հոբել առը կեզ մոտ ա Բայց դες բան եմ բեր է Հա շուտ Բա ինչ անում որ Մենակ խաշը կերակ լավ արիք Բայց ես չեմ կարող իմ ծյոցային թողել առանց նվեր Ծյոցա ինչի ծոցա Ես զանգի խաբար տվին իչար Այ մարև ես գալիս էի Չես կարա է բարձա Կգամ Դե ծափեր ենք տալի Քիպ կլապից է Շնորհավոր ծնունդ է Թե հնալիներ լույս աշխարհ կալ մի օր նորից Ներեմ բերել Վայ չավը տանեմ ես սարը Մեծ սիրով Բայց ձորերում բա դու ես եկես դե ինչ անեմ եկա խաշի տեղան դե չէի Այդ երազանք պայ իմ սիրելի ծյոցա ու չի մոմերդ հա տենամ դավայ չի Մայրը սիրում է Բերը ծապ եկը ծապից է դա Ես էլ հատուկ պունժ եմ բերը Նայ հելը նայ Սառաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Բայց կուր ես Դուք էլ ապրեք Ինչ ասեմ ձեզ բարձր տրամադրություն ու բարձունքներ Իսկ մենք Ես գնում եմ Գյումրի Չէ զատնի ուր կեթամ չեմ կարա եթամ մետր ընդդեղ կա, հետևից սարի, ընդի կֆրում։
Ես ինչ որ դրի դու։ Ծոցյան նստի ավտոների Սմբատաբերդ։ Գասեմ քեզ ճամփեմ Ստեփան։ Ես էլ վերև եմ հելնում։ Գալիս է հետևիցս որ դեռ բարոյա։ Հա, դու զատնի լավ ես քշում։ Արխայի։ Okay։ Եթե բանա ես կարամ զատնի այդամ։ Բարեկամներ, ահա, Վրանգլերը հեքիաթային է իրավիճակը։ Տեսեք ինչ գեղեցիկ սարի կակավ տեխնիկա է այնտեղ։ Հիմա մեր մեծ աղբեր Դավիթի Վաշձենյան ենք նկարում, նա ուղղակի հրաշք վարորդ է։ Նա շատ լավ տիրապետում է մեքենա վարելու կանոններին, դրա համար էլ զատնիով որոշեց մեզ տեղ տա։ Վարդան կարա ես ստեղ ֆռան պատտվեմ։ Հա? Հա? Չեմ կարա, չէ։ Մենք շատ զգացված ենք այս զիջման համար, նա զիջում է մեզ հիմա իր հրաշք Վրանգլերով։ Որը ուժեղ է, չէ, բայց սիրուն Վրանգլերա։ Ես աստե կպտայտվենք։ Կպտայտվենք աղբերս ստե իմ կարծիքով։ Հա, էլի կանչում է։ Նա ուզում է ցույց տա, թե ինչպես ճիշտ կլինի ռազմառոտ անելը։ Թեկուզ թերևս լավ է այսօրվա արկածների համար, եթե մեզ մոտ չլիներ Գյումրի գնալու հարցը, ապա 100%-ով եմ ասում մենք կբարձրանայինք Սմբատաբերդ, բայց քանի որ մեզ հանդիպակաց ուղղությամբ եկան, ես էլ չալարեցի ու հենց հիմա կպտտվեմ ու հետ կգնամ, բայց հարցենա մեր հետևից էլի ավտո է գալի։ Այսօր փաստորեն մեր Դավիթ Անուշ աղբերը աշխատում է Սմբատաբերդի ուղղության վրա։ Ահա, տեսար ինչ եղավ։ Անակնկալ եղավ, բարեկամ, ու ինչն է գովելի, գովաբանելի, որ մենք անպայման կգնայինք, եթե չիշնեին, բայց որ իջան, էլ գնանք ինչ անենք, Վարդան, որ բան չենք աղբեր մենք, որ ձևիշ չենք աղբեր, ով ուզում է Սմբատաբերդը տեսնի, մենք այնտեղ գնացել ենք, Ռուդո աղբոր հետ, գրեք Մարգարյան Ստեփան, Սմբատաբերդ ու կտեսնեք այդ տեսանյութը, և ձեզ շատ լավ կզգաք, հետևաբար ում եք սպասում, այս տեսանյութից հետո անպայման գրեք Մարգարյան Ստեփանը Սմբատաբերդում, Վարդանի հետ, ընկերներով ու կտեսնեք Սմբատաբերդը։ Մանրամասն պատմությունով ու շատ գեղեցիկ ձևով։ Իսկ հիմա մենք վերադառնում ենք Գյումրի ու ասեմ ձեզ, որ մեքենան պետք է լիներ լրիվ սև չորնի նաստարայենի, բայց փաստորեն չէ լավ է տենց։ Ոչինչ, ծոցայիս համար 100% արժեր։ Գնացինք։ Բարեկամներ, ես 100%-ով քիչ բաների վրա եմ վստահ, բայց ես հարցում 100%-ով վստահ եմ։ Եթե այս ճանապարհը կառուցեն եւ սա դառնա ասֆալտ, այստեղ տուրիստական հոսքը ամենաշատն է լինելու Վայոց-Ձորի մարզում, որովհետեւ շատերն են ուզում բարձրանալ Սմբատաբերդ։ Բայց արի ու տես, որ չեն կարող բարձրանալ, որովհետեւ միացնեմ ռազդատկա վիշներ Վարդան։ Չէ, որ ունենք մենք դրա հնարավորությունը, հա։ Չէ, որ իր այս տենան պրոստը շատ բան է, ինքը առողջ սննդի հետևորդ է։ Опять ты? Бум! Что это? Это моя сестра Рачуи, Нано. Я очень люблю моего сестру. Сестра, поехали! Вам тоже люблю. Любовь есть всегда. А это мой песа. Hey, brother! You good pesa? You good pesa? Շատ լավ, աղբեր։ Մենք գնացինք։ Տեսա ինչ լավն է, Ջոնն է։ Ճանաչում եմ Ջոնը։ Չէ, իմ բաժանորդները, իմ բարեկամները թող տեսնեն, որ ես փեսա ունեմ։ Հա։ Փեսա ունեմ, անունն է Ջոն, ինքն էլ անգլիացի է։ Անգլոսաքսոնական ծագման անուշ աղբեր է։ Վիկինգների հետ էլ կապեր ունի։ Եթե ուզում եք վիկինգ տեսնել, Ջոնի նախնիները վիկինգ են եղել այն ժամանակ։ Բա լավ այլ ռազդատկա միացած Վարդան, զգում ես տորմուս բան չեմ տալի կետին։ Լավ մտնենք գետով անցնենք թող մաքրվի մեքենան։ Կարծիքը միանշանակ, հա։
համաձայն ես դու։ Վարդանի վեճին չի, իմ մեքենային ինչ կպատահի։ Նրան էքստրիմը պետք։ Ինձ էլ պակաս էքստրիմ պետք չէ, այնպես որ գնացինք։ Բան դες ինչ ա գյուժիկ։ Դյուժիկը։ Ալոճն է։ Ալոճ է։ Ալոճի ծառերն են այստեղ լոճվել։ Իշտես մի ապտակ տաս այդ լոճվելու առիթով։ Կամ էլ գետով անցնես։ Իսկ ես դժվար տակելնի, չէ՞։ Դենոր ագիտը տոմուզով իչա դրա համար։ Արի բարքան Գետով չես եկել։ Չէ, ախրս դիսկեր կա տակելի բաներ, մրակի, ծառվի, մրվի, հետո տոմուզամ սկսի դրալենի անել։ Բարեկամս։ Սիրում եմ Porsche եւ նրա արկածները։ Բարեկամներ լավ մնացեք, կապի մեջ կլինենք։ Հերմեն ծրտի, բարձր բարի։ Լավ դու ոնց ես, պես լավ։ Ինչա, բարով եք եկել։ Դու էլ ես բարով եկել։ Դու էլ ես բարով եկար մեզ ծնծորտով։ Ափեր եթե ասեմ Գյումրի։ Հենց հիմա։ Արինք բաներ էլի, իմացել էր որ բարձանում եմ հետերի, չէ՞, դες ճամփիկ ես խրած եկավ։ Մտնում հա։ Դե հելանք։ Իմ սմբատաբեր տաքսիստանուշ ախպերներ, գնացի ես, գնացի Վարդանի հետ ուղիղ Գյումրի։ Վայոց Զորյան հրաշք տեսարան, լեռները ամպերի հետ ձուլված, լույսի շողքերը այնպես են ընկել սարերի վրա, որ ընդգծվել է ամբողջ գեղեցկությունը մեկ ուրիշ ձևով, ոչ սովորական, անցնում ենք Արենիի խաղողի դաշտերի միջով, կողքով, հրաշք աշխատասեր եւ հայ ժողովրդին բնորոշ տեսարան, կարծր սարեր, նուրբ եւ պտղատու այգիներ, մի խոսքով կապույտի, կանաչի եւ մոխրագույնի խառնուրդը ուղղակի գիտակցություն է խոցում։ Այս տեսարանները թողնելով մենք գնում ենք հասնենք Գյումրի, որտեղ ամուսնանում են զույգ, հայոց սուրբ օջախ են կառուցում, զորացնում են ազգը եւս մեկ ամուր հայկական ընտանիքով։ Իսկ մենք գնում ենք անակնկալ տանելու Դանիայից երկու եղբայրների կողմից իրենց ընկերոջ որդու կամ դստեր հարսանիքին։ Դա պետք է կարդամ ասեմ, բայց ասածս այն է, որ այսօրվա օրը մեզ հասցնելու է մեր հայրաքաղաք Գյումրի, մեր շատ սիրված Գյումրի քաղաքը, որտեղ շատ գեղեցիկ է ամեն ինչը, որտեղ սկիզբ է առել հայոց աշխարհի, հայոց մարդու վերածնունդը կրկին անգամ։ Ցույց է տվել ամբողջ աշխարհին, որ հայը ստեղծագործ է եւ չհանձնվող տեսակ։ Ինչքան էլ դժվարություններ լինեն, թե բնածին, թե մարդածին, հայը հաղթահարում է եւ պատվով է դուրս գալիս։ Այնպես որ մնացեք մեզ հետից, մենք մեծ սիրով կգնանք կհասնենք Գյումրի։ Մեզ համար 200-300 կիլոմետրը հեչել խնդիր չի օրվա կտրվածքով։ Այնպես որ առաջ անփորձանք լինենք Աստծո օրհնությամբ, գնանք մեր սուրբ գործը կատարելու։ Բայց ճանապարհին նաև մի գյուղ ենք մտնելու, որտեղ մեր փոքրիկ հետևորդուհին, բարեկամուհին ուզում էր պապիկին անակնկալ անի։ Գերել է շուտ, ասացի եթե հանկարծ ձեր կողմեր գամ, անպայման մեծ սիրով օգտակար կլինեմ ու ստացվում է այնպես, որ ես իմ ասածի տերը պետք է լինեմ։ Գնում ենք Աննա գրած Viber-ով, դրա համար անել կասեմ, Ան Թորնուին իր շատ սիրելի պապիկին ուզում է անակնկալ անի։ Դորթով կգնանք ուրախացնենք պապին, կասենք պապի ջան, դու դες լավ Թորնուի ունես, ուրախացել եք ծննդով ու մեզ հրավիրել եք։ Այնպես որ երևի թե առաջին կմտնենք այնտեղ, նոր կգնանք Դանիայի պատմերը տանելու։ Անունն է մեր Դանիայի բարեկամների Հովանեսի եւ Աշոտի կողմից երկու եղբայրներ են իրենց Կարուշ ընկերոջ աղջկա հարսանիքին, դստեր հարսանիքին տանում ենք ծաղիկ, կոնյակ, ուրախացնենք ու վերադառնանք մեր Եղեգնաձոր։ Բայց կաղա Եղեգնաձոր չվերադառնանք, մնանք Երևան, առավոտ շփմատի բանդանոց այցելեմ ես։ Հնարավոր է։ Ձերքից մեջ դողում Եթե հրաշք չի բայել ինչ է, տեսեք, հրաշքը հայոց։ Մասիսները մեծ ու փոքր, Պաուրսևակի գյուղը, զանգակատունը, աշնան մեջ շաղախված, սարերի դեղնությունը անգամ գեղեցիկ է։ Անկենթան է, բայց գեղեցիկ է։ Հրաշք մի բնապատկեր, ամպերը իրենց հերթին, դաշտերն իրենց հերթին, գյուղը իրենց հերթին։
Եվ այս ամենը համեմված Պարուր Սևակյան գեղեցիկ բանաստեղծություններով։ Տեսարան եմ ասել։ Միայն թե ձեր աչքերով գաք տեսնեք։ Հրաշք է սա։ Իսկ այս տեսարանը տեսնելու համար ձեզ շատ բան պետք չի, ուղղակի գալիս եք հանգստանալու Վայոց ձորում, հետ գնալուց տեսնում եք, վայելում եք, նկարվում եք այս ֆոնին ու այդ նկարները բազմահազարանոց լայքեր են հավաքում։ Զգում եք ինչ գեղեցիկ է, հրաշք։ Մազից առաջ այդ ուրաս առաջ յուրադուք սարը, դժողքի ձորի սարը։ Այդտեղ ձորակ կա բարեկամներ, անունը դժողքի ձոր է, որովհետև նման է մի քիչ էլ դժոխային բարձրություններ ունի, մարդկանց մոտ այդպես էլ տպավորվել է, այդպես էլ անունն են դրել։ Ուսենք մի օր կփոխենք դերեն Բարիքի ձոր, բայց լեւոր դժողքի ձոր են ասում ու շատ հնարավոր է պեղումների արդյունքում հայտնաբերվի, որ այնտեղ դժող կա։ Եվ հաստատվի այդ լուրը, բայց քանի չի հաստատվել, ես այն կանվանեմ բարեբեր կիրճ։ Բարի կիրճ, որովհետև այս տեսարանին ուղղակի չար ոչինչ չի կարող լինել։ Հələ դաշտերը նկարի, 4 դաշտերի վրա բարեկամներ, 4 դաշտերի վրա ծառեր են տնկել, տեսեք, դաշտը ամբողջովին չոր է, բայց ծառերը կանաչ են։ Այս է աշխատասիրությունը, հայրենասիրությունը, որ հայրենիքը կանաչ է սպառում։ Մշակում ես ամեն մետրը, թեկուզ չհաշված, որ անհարմար է այդտեղ աշխատելը։ Ապրեն մեր բարեկամները զանգակատան, որ մտածել են ու այդքան արել են։ Հիանալի եմ կարծիքով, տելևիժկան էլ նկարի, ժամանակին սա կենսական նշանակություն ուներ մեր ժողովրդի համար բարեկամներ։ Մենք հենց այս տելեաշտարակների, հեռուստաաշտարակների միջոցով նայել ենք բազմատեսակ հաղորդումներ, նորություններ ենք լսել, Գավառիթ Մոսկվան ենք լսել ու հիմա դեռ շարունակվում է նրանց գործունեությունը։ Շնորհակալ ենք այդ աշտարակները ամբողջ Հայաստանի մասշտաբով աշխատացողներին, արդի պահողներին, ապրեք, իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը։ Գեղեցիկ Տիգրանաշենի ոլորանները եւ մեր բարեկամները, ովքեր եկել են այստեղ նկարվելու, այս գեղեցիկ ուշածանների մոտ երկաթյա։ Աչից Տիգրանաշեն գյուղն է հենց իր գեղեցիկ դաշտերով, աշխատասիրության վառ օրինակ։ Մեր հայոց դաշտերը ռելիեֆը այնպիսին է, որ չորային է, բայց դա չի խանգարում, դա չի կարողանում հայ գյուղացուն, հայ մշակին, որ գեղեցիկ այգիներ հիմնի, քարից հաց քամի։ Այստեղ են ասել քարից հաց քամող ժողովուրդ ենք մենք ու այդպես էլ կա, մեր գենն է այդպիսին։ Տեսեք իր գեղեցիկ այգիները, Տիգրանաշենի այգիները։ Տիգրանաշենը թող հայտնի լինի նաև իր այգիներով, ոչ միայն վտանգավոր ոլորաններով, այլ այգիներով, որովհետև այս մարդիկ այստեղ արարում են, ստեղծագործում են։ Մենք պետք է սովորենք տեսնել մեր բարեկամների չարչարանքը նոր մնացածը։ Առաջինը լավը տեսնենք, հետո վատի հերթին էլ վատը կամ կտեսնենք կամ չտեսնելու կտանք կամ կփորձենք ինչ-որ ձև ուղղել, որ աճ գրանցվի մեր ապրելակերպի մեջ, մեր առօրյայի մեջ ու գաղափարախոսության մեջ։ Թե չէ շատ է տարածվել քննադատական ալիքը, որը մեր սազական չի եղել դեռ դարերով։ Մենք չենք քննադատել, մենք հարց եղած դեպքում հարցը լուծել ենք ու անցել առաջ։ Ու հաջողության հասնելու միակ գերաբականը հենց դա է, երբ որ մարդը սովորում է բողոքելու եւ խնդիրները ուրիշի ուսին բարթելու, ուրիշին ծարաբեռնելու փոխարեն լուծումներ գտնել։ Եթե մենք բոլորս փորձենք լուծումներ գտնել, վաղ թե ուշ մեր ամբողջ Հայաստան աշխարհը կդառնա դրախտ, մենք էլ այնտեղ ապրող բարի էակներ, բարի, շատ բարի։ Վախեցեք բարուցասումից, որովհետև բարուցասումը իր մեջ ագրեսիա չի պարունակում, այլ տեսնում է խնդիր ու լուծում է ոնց հարկն է։ Այդ դա է բարուցասումը։ Գնանք առաջ։ Գիշերս աչքով արդուն, կռունկներ տարեք ինձ էլ տուն Գնամ ճավախքս տեսնել Դրերում բարեկամներ գեղեցիկ բաց եղանակային պայմաններում ուղղակի փայլում է կատարը Արագածի քառագագակ գագաթները փայլում են եւ մեզ լավ բաներ են ավետում, լավ լուրեր էլի հիանալի է ուղղակի
Տեսեք ինչ գեղեցիկ է Արագածը։ Հեսա դուրս գանք հեսա ռեկլամնի շիտերը վերանան, ես որ հիմա փակել են մեր 7 Արագածը չենք տենում։ Ոչինչ, հեսա կպրստեն կտենան։ Հետո միշտ չի լինելու այդպես։ Բայց բարեկամը եկել Եվից սխմել է ու գնա վախվել։ Շատ լավ են վարում այստեղի վարորդները, այս ճանապարհը բավականին նեղ է արագության համար, դրա համար պետք է գեղեցիկ վարես, էլի։ Գոնե մի 60-70, ոնց որ ես եմ միշտ հենց սիրում քշել։ Իմ սիրած արագությունն է 60-70-ը։ Ու ասեմ ձեզ, որ Արագածը այս արագության տակ ամենագեղեցիկ ձևով է երևում։ Ինչի առիթով Վարդանը վերցնել ու նկարում է, նկարահանում է, որ այսօրվա Արագածը, այսինքն այսօր որ ամիսն է հոկտեմբերի 12-ի Արագածը այս տեսքն ունենա 2025 թվականի եւ սա կմնա այսպես միշտ 100 տարի հետո էլ էս տեսանյութը նայեք այսպես է լինելու Արագածը։ Տեսեք, պետկաներն արեք, որ իմանաք ինչը փոխվավ, ինչը մնաց նույնն է, ինչը չէ։ Գեղեցիկ բետոնապատ ճանապարհն է, որը մեզ տանում է հայրաքաղաք Գյումրի, բայց միշտ Գյումրի հասնելը գնում ենք Նորեդեսիա։ Նորեդեսիա ենք գնում ենք սիրված պապիկի ուրախացնենք, Տորդու կողմից։ Այնքան լավ էր խոսում, այնքան բարի էր խոսում, որ ես չկարողացա ասել չի լինի։ Թորնիկ ուզում է պապիկին ուրախացնի, մենք էլ հարմարը, ճանապարհի վրա է Վարդան։ Ինչի ես ասում, արի չէ թանք, լավ էլ է թանք։ Դες բաներ մի աս, ախպեր։ Իրականում Վարդանն է ասում, գնանք ես եմ ասում, հավես չունեմ քշելու, բայց մի խոսքով գնում ենք, էլի։ Գնում ենք ուրախություն տանենք պապիկին։ Վարդանը շատ բարի է, Վարդանը փոխուշ է։ Հիմա ինչ եմ մտորում սիրող սրտի պայքարը, անկեղծ սեր է խոստանում։ Երազանքը, բարեկամներս, երազանքս կատարվեց, ահա բաց է Հյուսիս հարավի ուջանի հատվածը, վայելելով անցնենք գնանք, ոտքներս խերով լինի, թող հայոց աշխարհում միշտ նոր ու գեղեցիկ ճանապարհներ լինեն կանաչ, մենք էլ գնանք Աստծո օրհնությամբ հասնենք տեղ, իշ սիրունա, այս նեղա, բետոնքին չի հասնի, այս լավ է, հաստատ առավել լավ է, քան որ ուջանի մեջով գնանք, ուջանցիներ հարգանքներս Եվ իհարկե այս գյուղերի բոլոր բնակիչներին հարգանքներս, բայց մենք արդեն այսպես են գնալու Գյումրի։ Այս ներող կլնեք ավել պակաս։ Ուղղակի ստե ճանապարհը լավն է, էլի։ Արագ ես հետում, էլի։ 80, շատ լավ է։ Ստացվում է քշել։ Հրաշալի իրավիճակ է, բարեկամներ։ Անվտանգությունը բարձր մակարդակի վրա է, մենք գնում ենք Նորեդեսիա, այս ճանապարհից դուրս կգանք, հետո նորից մուտք կգործենք, ոտքներս խերով կլինի, հրաշք է ուղղակի։ Հարգելի գյումրեցիներ, շնորհավորում եմ բոլորիս այս սիրուն ճանապարհի առիթով։ Ինչքան լավն է։ Ես երազում եմ այստեղ մտեի քշեի Վարդան, հիշում ես, որ երազում եմ, ասում եմ, երբ կբացեն էլի։ Երբ կբացեն այս ճանապարհահատվածը։ Բացել են։ Քշեք։ Ետեսիային ինչքան մնաց Վարդան։ Ասես էլի մի 2 կիլոմետր շուտ, որ 80 եմ գնում ախպեր։ Որ հասնենք այն չանցնենք էլի մերխոդը։ Բարեկամս ես միշտ սիրում եմ օրենքի տարին համամուտ ու համապատասխան վարելաձևը։ Ճիշտը դա է։ Ահա, Opel-ն է փչացել նոր ճանապարհի վրա։ Այ քեզ թարսություն, մտելա նոր ճանապարհ ասելա շնորհ, չի մոռացել ասի շնորհավոր դրա համար Opel-ը ասելա դե հեսա կկայնես դե ինքան, ինչև կֆայմես ասես, շնորհավոր հայազ։ Գյումրեցիներ, իմ հայրաքաղաքի շատ սիրելի հայրենակիցներ, ես ինչ լավ ճանապարհ ունեք։ Իմ նախանձելի ճանապարհ։ Ես ինչ սիրուն է։ Ծայրից ծայր գեղեցիկ է։ Հələ նա ես պատերը որքան դաշտը որքան դել են իշք քարա ժայռեք, այս քարերից ենք մենք հաց կամում, բարեկամներ, մենք այդ ազ գնենք։ Կամում ենք ու հաց սարքում, հյուրասիրում բոլորին անխտիր։ Դժվարությամբ ստեղծվածը մենք հեշտ նվիրաբերում ենք ու գնում առաջ։ Դրա համար էլ մեր ազգը օրհնված է եւ աստվածային։ Մենք պետք է միշտ լինենք ու լինենք մեր ուզած ձևով, մեր ցանկացած ձևով ապրենք աշխարհում մենք։ Մեզ Աստված ինքն է ուղղորդում, որ գնանք օգնենք աշխարհին։ Եթե մենք չլինենք, աշխարհը կկորի, կդառնա մի հեչ բան։ Դες բանը Վարդագույն 06, բարեկամներ, մեր եթերում։ Շատ լավ ճանապարհ է։ Մանավանդ որ հանգիստ ես քշում, ուրիշ հաճելի ճանապարհ։ Սա արդեն մեր ժամանակահատվածը կկրճատի էլի Գյումրի հասնելու, չէ՞։ Հենված ստեյք գալիս ենք կապնում ենք ավտոների հետ
Շնորհավոր եւ եւս մեկ անգամ շնորհավոր։ Մինչեւ վերջ տենց է Վարդան դերակ ես։ Երևի հա։ Գեղեցիկ է բարեկամներ, եթե հանկարծ ինչ-որ բան լինի ճանապարհին անպայման կնկարենք։ Նոր Եդեսյան հեն անդե այն սարիկ բանով ենք այդում, չէ։ Հա, տրակտորը գործանում, տես։ Եթե ուշադիր չլինես, վտանգավոր է բարեկամներ։ Կարող եմ ուղղակի մեքենա սարքել կոբրիոլետ, բայց հիմա չէ, թող մնա հաջորդ անգամ էլ ցածրեն ընկավ, էլի, որ ամառն է կարելի էր մոտիկ անցնել, Վարդանի մասը դառնալ կաբրիոլետ, իմ մասն էլ ձմեռային։ Ես բետոն է ախպեր։ Հա։ Էսի բետոնն է։ Իմ բետոնն է, որ այ վախներից սարքում են, նոր վերջապես, ի վերջո, ուրիշ սիրուն տեսանանա ծախից։ Հրաշքների ճանապարհն է սա, հրաշքների ճանապարհ դեպի Գյումրի։ Սիրեցի շատ այս ճանապարհը, բայց այս Mercedes-ը կարծես անհիմն ինձ արգելակեց, արգելափակեց, ես ինչ ա։ Զրո վերջը, վերջին ճիճով, հելելապռոցիվ Կամած կնա։ Բարեկամներ, ահա տեսեք այստեղ արդեն վագրի գլուխն է թարգված։ Այստեղ վագրի գլուխ կա այս ճանապարհին։ Այն Զիջեցինք բարեկամներ, այս սա է գրավչությունը կյանքի։ Զիջել կարողացեք։ Օ, էս հրաշք, պատկերը նայի, Վարդան պատկերը։ Տեսեք ինչ գեղեցիկ են սարքել Նոր Եդեսիայի մուտքը։ Այստեղից դուրս են գալիս ճանապարհից, որ գնանք Նոր Եդեսիա։ Նոր Եդեսիա, մենք ձեր մոտ եկել ենք։ Այդ գյուղ շատ հրաշալի գյուղ է, անգամ ճանապարհն եմ հիշում։ Եվ պետք է խոստովանեմ, որ լավ էմոցիաներով այնտեղից վերադարձանք ու միշտ այդպես կլինի։ Եդեսիա, դες ձախից բանն է, տուֆի հանքն է, կան քաշեմ կանեմ նկարենք այս բանը, բոլորը տեսեք ինչպես են տուֆը կտրում հանում բարեկամներ։ Էսի տուֆի հանքը, էլի, այստեղ այս հողի տակ տուֆ է։ Էսա, իմացաք։ Իմացան Վարդան, նորմալ ցույց տալի։ Էս այ ախպեր, էս լինիան նկարի, հեն այ ընդել կտրածը հանած չի։ Կտրում հանում շարում է։ Իրենց էս պահին։ Հա։ Չէ, Վարդան, հեսա նայ, էս ներքևը նայ։ Դուր ես ցույց տամ մեր բարեկամներին, հա, ահա տեսեք, այս հիմա կատարածը հələ պոկած չի, էլի։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Իմ գեղեցիկ հայազգ։ Նոր Եդեսյան եմ ես սպասում։ Լիճն է ընկերներ, այստեղ ձուկ կա։ Մի մուկ, մի ձուկ, որ վերցնես, ձուկը ստեղից կվերցնես։ Ամուկը։ Հնա ոչ է ասֆալտը, բայց ոչ սովետի օրոքվա։ Ես մի 10 տարեկան ասֆալտ է երևի։ Իմ հաշվարկներով, իմ տեսածով, ապրածով 10 տարեկան կտամ ես ասֆալտի Վարդան։ 10 տարվա պատմություն ունեցող ասֆալտ է սա։ Բայց ոնց որ այդքան էլ 10 տարվա չի։ 5 տարվա։ 5 տարվա ասֆալտ է սա։ Բայց 10 տարեկանի տեսք ունի, էլի։ Ծանր մանկություն ունեցել շուտ է ծերացել ախպեր։ Այդտենց էլ նոմա ասֆալտի հետ, էլի։ Դες չատեսի պես ախպեր, հենց սարքում են թազավիճակ դերնում են վրեն քշում են, այդտենց է։ Այդտեղ արդեն հարկատանների մի գիծ կար։ Արտերը կանաչ, սիրուն, երկինքը սիրուն, մուտքը սիրուն։ Եվ իհարկե չենք մոռանում մեր գեղեցիկ հովանավորին, ով իր բազմաչարչար աշխատանքի միջոցով հովանավորում է մեր ծրագրերը։ Բարի գալուստ Արագածոտն։ Հա, Արագածոտնի մարզ մտանք, Վարդան, զգացի՞ք։ Արագածոտնի գյուղ։ Նոր Եդեսիա մտանք հիմա, հա, լավ։ Մի ինձ ճնշի, Վարդան, խնդրում եմ։ Եդեսիայի ասֆալտը արդեն 10 տարեկան կա։ Ուրեմն տեսեք ընկերներ, մեր հովանավորը միշտ հոգ է տանում մեր մասին, որ մենք լավ լինենք, առույգ լինենք, ուրախ լինենք, որ լավ կատարենք անակնկալները։ Հետևաբար մենք մեծ սիրով օգտվում ենք նրա նվերներից։ Եվ շնորհակալ ենք մեր հովանավորին, որ ավաղ դեռ գոյություն չունի։ Նա դեռ մտածում է լինի հովանավոր, թե ոչ։ Մի մտածի, բարեկամ, այնքան գովամ, որ իսկի ոչ մեկ չի գովացել։ Արի դարձի հովանավոր,
Ես էլ այնքան անունը տամ, որ սաղ աշխարհը տեղը բերի քո ապրանքը։ Կլինի սուրճ, կլինի ինչ կլինի։ Ասուլիս։ Լավ բան էլ, բայց հայեցի լինի։ Ես էլ տեսես Պոշկայի վրայի նկար ես չէի մոռացել, հիշում էի։ Տեսեք գեղեցիկ տեղ է սա, չգիտեմ, ինչ-որ օբյեկտի նման տեղ է Վարդան, հա։ Գեղեցիկ է, ինչ խոսք է։ Էսի նայ շտուն ավշելա։ Նայ, իսկ քարի վրա։ Հիշում ես Եդեսիա գնալուց էր որ այն քարերը տեսանք։ Հալուկան։ Բանս ուզում եմ։ Ստուգումներ ես անցկացնում։ Վարդանը որոշեց ստուգի մեր մեքենայի վիճակը, ինչ վիճակի մեջ է։ Հա Վարդան։ Լավ է։ Ձայները էի լսում, չէ՞, ես էլ եմ լսում ձայները։ Ահա, Սեղանատուն, Խորտկարան, Արեգի Health Club Ճիշտ է բարեկամներ, ես անգլերեն կարդալ չգիտեմ։ Դրա համար եկեք դուք կարդացեք այդ Վարդանի նկարած բանը, գերությունը։ Աչից արևային պանելներն են եւ նոր Եդեսիա հասնելու ճանապարհին մի շատ գեղեցիկ քարադասավորվածություն կա, կարծես դարպաս լինի դեպի դրախտ։ Եվ ես դրա անունը դրել եմ այս դարպասի դրախտի դարպասներ։ Գնանք այդտեղ մի հատ շորտ նկարեմ։ Շորտ նկարը լսեք էլա Վարդան, պիտի շորտ նկարը։ Ցենք Facebook, Instagram, որ մեր բարեկամները տեսնեն ու վարակվեն նոր Եդեսիայի հանդեպ հետաքրքրասիրությամբ ու YouTube-ով նայեն մեր տեսանյութերը, որովհետև YouTube-ում մեր դիտումների քանակը այնքան քիչ է, որ ես ինձ մեղմ ասած վատ եմ զգում։ Միթե կարելի է չնայել մեր YouTube-յան տեսանյութերը։ Զարմանում եմ։ Բայց ինձ թվում է, որ հայտարարենք մի օր, որ բոլորը տարածեն մեր տեսանյութերը, բոլորը իրենց բարեկամներին ուղարկեն, ասեն մտեք նայեք, մտնեն նայեն, ահագին մարդ նորից կնայի մեր տեսանյութերը ու մեզ համար լավ կլինի։ Մանավանդ ամերիկացիները, որ նայում են Ամերիկայի հայերը։ Շատ եմ ուրախանում։ Նայեք, տարածեք, ես էլ ձեզ ցույց կտամ Հայաստանը, բայց եթե լավ չտարածեք, մի օր հաստատ հիասթափվեմ ու էլ չեմ նկարում։ Կնկարեմ մենակ անակնկալը ու վերջ։ Չէ՞ Վարդան։ Զգում ես, չէ՞ որ ես արդեն այդ սահմանին եմ հասել։ Երբ որ զգացվում է, որ մենք չենք աճում։ Երբ որ աճ չկա մի ծառի մոտ, այդ ծառը կտրում են, ասում են գնա վարվիր գրողի տարած։ Մեզ պետք չես։ Բարեկամներ, հրաշալի երկինք, գեղեցիկ արև թաքնված ամպերի ետևում եւ այս ամենը մի բան կարող է հուշել, որ մենք նոր Եդեսիա ենք գնում եւ նոր Եդեսիայի դրախտի դարպասները, խնդրեմ, տեսեք ինչ գեղեցիկ է։ Հարգանքներս նոր Եդեսիային մենք ձեր մոտ ենք, եկել են գեղեցիկ անակնկալ անելու եւ հաֆիկներն էլ եկան մեզ մոտիկ։ Ես, հաֆիկները կենթանի համարվում են, չէ՞ Վարդան։ Ես ինչքան են սիրում մեզ։ Իսկ ինձ ասում են դու կենթանի չես սիրում։ Առաջ գնա։ Գնում ենք, բարեկամի խանգարում ենք, հա։ Փակել էի ճանապարհը։ Ամեն դեպքում հրաշք ընկերներ, տեսեք, իսկ մենք գնում ենք նոր Եդեսիա։ Այս տեսանյութը տեսնելու համար սպասեք մի 3 օր, մտեք YouTube ու կգտնեք նոր Եդեսիայի մասին մեր տեսանյութը։ Հարգանքներս բոլորիդ, բարևներս բոլորիդ, իսկ մենք գնացինք նոր Եդեսիա։ Իմիջայլոց նոր Եդեսիան այնքան գեղեցիկ է հնչում, որ անընդհատ ուզում ես կրկնել։ Տեսարանա, պատկերացնում ես ինչ հարուստ են մեր նոր Եդեսիայի բարեկամները, ամեն օր այս գեղեցիկ տեսարանն են տեսնում ու հնարավոր է մարդիկ լինեն տարիների ընթացքում այնքան են իրենց հետաքրքիր չի չեն հիանում, բայց մի պահ թողեք առօրյա խնդիրները, ձեր հոգուն նվեր արեք այս տեսարանով, նայեք ու հիացեք, սա աստվածային տեսարան է, նոր Եդեսիա անունն էլ է աստվածային, շատ սիրուն տեղ է ու դաշտեր ունի բազմահազար մետրեր, որ կարելի է մշակել, մշակում են թեկուզ, այն կողմերում որ մշակում են, բայց վստահ եմ, որ ես էլ լավ հողեր են, կարելի է մշակել ու հայոց բարիքներ անել հողից, հայոց հողի համը տարածել աշխարհով։
իրականում մեր հայրենիքը փոքր է, բայց շատ ռեսուրսներ ունի, եթե խելացի օգտագործես, բավականաչափ արագ առաջ կգնաս։ Ես դա երազում եմ, տենչում եմ, որ մեր ազգը առաջ գնա, հզորանա։ Ընկերներ, տեսեք իր գեղեցիկ է Նորիեդեսիա տանող ճանապարհը, երկու կողմից բարդիներ, ճանապարհը գեղեցիկ տանում ու հասցնում է գյուղ։ Հրաշք գյուղ է իրականում Եդեսյան նոր։ Նորիեդեսյան լտես Արարատն է երևում, Արևմտյան Հայաստանի լեռները, ինչ հարուստ տեղ է Նորիեդեսյան։ Հրաշք, կարծես ամեն քարը ես մտածված իր տեղում լինի, որ այս գեղեցկությունն ու տեսարանը մեկը մյուսին պատդերշկա անելով մնա։ Հակված եմ աչ անեմ, արի աչ գնանք, ենթադրենք, որ ճիշտ են գնում։ Այստեղ խորվացի ծուխա է ելնում։ Այս է, խորվացի ծուխա է ելնում։ Բա, Անուշ աղբերն է եկե, մեծ աղբեր, ոնց ես։ Աղբորը նայում ենք, լավ ցավը տանեն, դուք Ինչ կա չկա, կաղա հարևանից ըննա, խորովածի ծուխա ելնում։ Որ մի հարևան։ Այս դիմացի։ Չէ, մի հարևանն անում, նոր է եկել Ռուսաստան։ Պապիկա։ Ինչ ումն ասա։ Իմ ես գրել է այս աղջնակը, բարեկամ են գտել Նորիեդեսիայում, ասում է Անուշ աղբերն է եկել, լսար Վարդան։ Դու լսա չէ, Անուշ աղբեր պահը։ Հենց հիմա զանգում եմ իրան, տվյալները տամես, դու ասես ուր եթանք։ Աս աղվանի Սամվելն է քո հետ խոսում, Քեցյան։ Դե ինքը աղջիկա ապուճուր, պապի ծնունն է։ Քեցյան աղվանի աղբերը։ Աղվանի տղեն, Քեցյան Սամվել։ Ալո։ Ալո։ Ես յուղում ոնց ասեմ, որ իմանան ուր եմ գալի։ Հա, Նարնե ջան, լսում։ Տեսեք, որ գյուղ մտնեք, Ստեփան ջան, ասեք, որ գյուղապետարանի շենքը, որտեղ որ առիթները կատարվում է։ Որտեղ է, ձեզ կուղորթեն, թե ուր գաք։ Հա։ Եթե ինչ մենք ելնենք, ձեզ դիմավորենք, բայց Ինձ դիմավորել է Քեցյան Արմանի որդին, Սամվել։ Ես եմ։ Քեցյան Սամվելն է դիմավորել մեզ։ Մեծ աղբեր, դու լավ մեծ աղբեր ես, առողջ ես, լավ ես։ Քեցյանների տոհմի ներկայացուցիչ ես։ Ջավախից եմ բնիկ։ Ջավախից։ Որ որ յուղից։ Գանձա, Վահան Տերյանի։ Գանձա։ Ես հետևում եմ, նայում եմ քո։ Շնորհակալ եմ շատ։ Վահան Տերյանն է շատ լավ բանաստեղծ է եղել ու կա։ Ուղի գնա աչարա, ցավը տանեմ, ասֆալտը ոնց տանում է ու կերևա էլի, ասենք, սիրուն ֆասադով շենք։ Շնորհակալ եմ մեծ աղբեր։ Աննդ նորի Սամվել։ Մեծ աղբեր Սամվել։ Շնորհակալ եմ։ Հա, իմն էլ Ստեփանն է, հին հայկական անուն, Վարդանն էլ հին հայկական անունն է։ Շնորհակալ ենք, մենք հին հայկական դեմքերն ենք այստեղ։ Գնացինք բարեկամներ, փաստորեն հարևանի տան ծուխը դա պահածոյի ծուխ էր, դու զգացիր պահածոյի ծուխ էր, հա, իսկ մենք գնում ենք գյուղապետարանի խնջույքի բաժին, որտեղ նշվում է ծննդյան օր, հավաքվել են բարեկամները և նշում են, օրելի շուն, հելնա ես մեծը չի հաչում, ես պուրջուրն է հաչում, արա մի քիչ ամոտ ունեցի, էլի, եկաշունը չի հաչում, դու ես հաչում։ Այ քեզ բան, այսքան փոքր են, այդքան բան են, հա, հաչան են, հաչասեր են, արա, հաչում են սրանք։ Ասֆալտը ասած տանում է գյուղապետարան, չէ։ Մեզ նկարում են բարեկամ։ Գյուղապետարան, հա, երեխա է, բալիկա, կանել է տան։ Գնում ենք այս կողմ, գալիս այն կողմ, մինչև գտնենք գյուղապետարանը։ Հլիշ պատ է սիրում, պատը շատ գեղեցիկ է, կլորավուն քարերով կառուցված պատ է։ Տուֆի երկրում կլոր քար դա առանձնահատուկ պատ էր էլի, դրա համար ուշադրություն դարձրեցինք։ Դիմացից դպրոցն է երևել, ինչ մեծ օրով։ Պաստոն ահագին մարդ է ապրում Նորիեդեսիայում, չէ՞։ Դες պետական ծրագրերով, սովետական պետական ծրագրերով կառուցված շենքեր են սրանք, այսինքն ժամանակին ամեն ինչ արել են, որ ստե բնակչություն շատ լինի, հա, տես Սուրբ Աստվածածինն է Նորիեդեսիայի հրաշք։ Բարի օր։ Հիմա գնում ենք գյուղապետարանը, որը կլինի։ Հենց այստեղից մեր բարեկամուհիները կօգնեն կգնան գյուղապետարան։ Բարև ձեզ, ձեր գյուղապետարանը որտեղ է։ Ես չես կարա այդաս, դե հետ եթաս։ Բա ինչ ասիս ես գամ։ Գյուղապետարան, Հայ որ առիթներ են անցկացնում։ Հա, շատ բարի, բայց ոտի ճամփա մոտի կա որ եթամ։ Հա դե ոտով կեթամ, շատ բարի, լավ։ Կներես բարեկամ։
Որը ջորի է, Լամբորջորի են սարքել, նա ինչ սիրուն է։ Սիրուն Լամբորջորի, նոր Եդեսիայում։ Ամեն ինչ կարող ես տեսնել այստեղ, բարեկամ։ Այս են փակ է փաստորեն, այս է փակը։ Տղեր, բարի օր ձեզ։ Գյուղապետարանը որտեղ է, բարեկամներ։ Այս ոտի ճամփա ոնց է նետում։ Նկարի եկան մեր ապագա գանձերը, մեր հզորներն եկան։ Հետները կան ցույց տամ։ Բայց ավտոյով կարանք եթանք։ Հա։ Նստի իմ ախպեր։ Երկու ընկեր նստեք вообще։ Էնի երկու քանի հոգի տեղ կանեք նստեք սարատ եթանք բռնանք ախպեր։ Մեր հավեսով։ Այդ էս քանի 4 հոգի եք։ Կային ախպեր, ես սարակ մի քիչ դնեմ, տեղավորվեք։ Ես տեսել եմ։ Հա։ Գնացել էիք բանը։ Ուր էի գնացել։ Մեկը գիրկը նստեք, ոչինչ։ Դու գնացել եք իմ պապերի տնդին եկեք։ Որտե՞ղ։ Գևոր պապի։ Եդեսիա էլի։ Հա, ախպերս, Գևոր պապին։ Հետ են գնում ախպեր։ Բա դուք ինչ եք անում, խաղում եք այսօր։ Ինչ խաղեր եք խաղում։ Բա մեռնեմ ձեր սրտին, արա, դուք իմ ախպերներն եք, այդպես լավ բաներ խաղացեք։ Ես ձեզ եմ տեսել։ Այդ մենակ դու ես նայում, այդ մնացած չեն նայում, հա։ Ես եմ։ Հա։ TikTok-ով նայում։ Պատվիսկա տվել եք։ Այո։ Այո։ YouTube-ով։ Հիանալի է, հրաշալի է բարեկամներ։ YouTube-ով։ Հեսա ձեզ տենալու եք, լավ է, չէ։ Ինչ ունեք ասելու, հələ ասեք, մի քիչ խոսացեք։ Ինչի պակաս ունեք նոր Եդեսիայում, ախպեր։ Սաղտոշնի։ Ֆուտբոլի դաշտ։ Ախպեր, հեսա մեծ բան ենք անում, նայ։ Քարոտ, հա։ Կայանի հեսա հենց ասեմ կխոսակ, մի րոպե։ Նոր Եդեսիայում բողոքներ կան, թե ֆուտբոլի դաշտ չունեն։ Տեսեք, ֆուտբոլի դաշտ չկա, վառոտները կա, ֆուտբոլի դաշտ չկա։ Եվ հիմա այս մասին մեզ տեղյակ կպահեն նոր Եդեսիայի թազաջահելությունը։ Ասեք տղերք, ինչ եք ասում, դաշտ եք չէ ուզում։ Մի հատ բարեգործ անուշ ախպերել գար դաշտը սարքեր ֆուտբոլ խաղայ, չէ։ Լիքը երեխեք կան, չէ։ Ջան, ախպերներ ջան։ Ահա ընկերներ, նոր Եդեսիան իր ամբողջ գույներով, կարևորը բալիկներ կան, որ պատրաստ են այստեղ մնալ, ապրել, հələ մի հատ էլ ֆուտբոլ են ուզում խաղան։ Բայց չասես ֆուտբոլի դաշտ։ Հարգելիներս, ով կարող է ֆուտբոլի դաշտով օգնել նոր Եդեսիային, օգնեք։ Նոր Եդեսիան ունի ֆուտբոլի դաշտի կարիք, որ լավ ֆուտբոլիստներ դուրս գան այստեղից։ Բարի տղեր ջան, լավ եք։ Այս լավն են։ Ուղիղ եթում ենք։ Եկանք մեր Սամվել ախպոր մոտ հասանք։ Մեռնեմ սրտիդ իմ Սամվել ախպեր։ Հա։ Տղերքը ասում են ընդ փակ ասես պետք է եթանք։ Նստել ենք եթում ենք իրար, նայում եք։ 4 հոգի մարդ են վերցել։ Գնում ենք։ Մեր յուղի լավ, դնես գնաց։ Հա։ Այս ձեր ավտոն, հա։ Բոժեղ ախպեր, այդ Մերսեդեսը ձերն է։ Բարը մեծ ախպեր։ Ստի ձախենք անում։ Անենք ախպերներ ջան, անենք։ Ձախ ենք անում, ահա։ Այս ձեր ընկերներն են այստեղ խաղում են։ Նայեք, մեկը մյուսին պետքա սիրակ հարգեք, ով էլ սխալ է անում, սխալը բացատրեք, որ էլ չանի։ Օգնեք, որ ինքը ճիշտ անի ամեն ինչը։ Ես այսի այմ ընկերը։ Քո ընկերն է։ Մեր ախպերների ընկերը։ Բարև ախպերս։ Մեր ընկերներն են սա։ Ձախ, այսից իջնում ենք ներքև։ Իջնենք ախպերներ ջան։ Ուրախ եք, որ թազա դպրոց են սարքում։ Մալադեց ախպեր։ Էնա երևում օրես ինչ սիրուն դպրոց ախպերս։ Էս էլ գյուղապետարանի խնջույքի բաժինն է։ Հա։ Հրաշք։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հա, ես դաժե եկել եմ 4 հոգի ընկերներիս հետ։ Իմ ընկերներով ենք մենք եկել։ Այնա իրանց ինչն են կտենակ։ Հա, բա եկել են ինձ օգնեն, որ գտնենք ճիշտ տեղը հանկարծ։ Կարող է տենա անդից ինձ հոբելյարը մեր։ Ինչա պապիկ է անունը։ Բայց իր տղայի կողմից է անում։ Հա, տղայի կողմից էլ ես։ Տղայի ընտանիք։ Տղայի ընտանիքի կողմից։ Կարոն դեռ մանկուց սիրում էր երգել։ Եվ երբ որ մեծացավ, սկսեց հանդիսավարի գործունեության պահերը եւ նա հանձն առավ հանդիսավար լինելը։ Կարո, անուշ ախպեր կարո։ Ես պետք է այրեմ, հա։ Այսօր մորքուրներից են լավ։
Քրերից ծնունդն է, հա, պապայից ծնունդն նշում։ Զույգ քույրիկներից մեկին Հա, պապայի։ դե լավ է, ուրիշ մարդիկ չեն։ Ես էլ ասի բան արած կլեք։ Այս սենց։ Ու թեք են դրել, հա։ Թեք են։ Դրել են թեք։ Վարդան մոտ գմփիկ վերցրու։ Այսինքն քույրիկների ծնունդն է, համել պապայի։ Բարեկամներ, տորթը դարձավ իսկական տոնական տորթ։ Հիմա մնում է պապիկի անունը հիշեմ։ Ջիվան։ Հիշա, հաստատ մեկով մեկ Ջիվան։ Այդ չես կարա չհիշես, եթե չես հիշում, ուրեմն դու աշխուղական գործի հետ աղերս չես ունեցել։ Աղբերներ։ Լավ, աղբերներ ջան, դուք լավ ելնեք։ Հաճելի է շատ։ Ջիվան քույրիկները։ Արմինե Արմենուհի։ Արմինե Արմենուհի։ Արմենուհի։ Կարեն Աննա Միլենա։ Կարեն Աննա Միլենա։ Ու հին ավելացնում էլ 20։ Կային։ Ջիվանը հիշեն։ Մեծ աղբեր Ջիվանը կարևոր։ Հա։ Դե կարևոր կամ է հիշա ես։ Արի եթանք ինձ միկրոֆոն տուր։ Էսի վառելու են։ Բարեկամներ, մեր մեծ աղբեր Ջիվանի ծննդյանորն է։ Եվ նրա որդին գտնվելով Ռուսաստանում, այստեղ չի։ Կարենը իր ընտանիքի հետ միասին, Աննայի եւ Միլենայի հետ, որոշել են Հայդիկին ուրախացնել, բայց Հայդիկը թագավոր մեծ աղբեր է։ Իր ծննդյանորը ծնվել են նաեւ երկու դուստրիկները։ Արմինեն եւ Արմենուհին։ Դրա համար տորթը շքեղ է։ Տորթը ամեն ինչ ասում է։ Կարոնը արդեն սկսավ։ Գա։ Բարեկամ, ախր այդ բանը ծափեր տվեք, այդ պետք չի։ Լարով աղբեր, պետք չի լարը։ Ես պետք է գնամ հիմա մեր հոպելարի մոտ, ուրա մեր մեծ աղբեր Ջիվանը, ուրեմ, ուշադրություն։ Կյանքում երբ չեմ դիմացել, արտասվել։ Ով է շատ սիրում մեր մեծ աղբեր Ջիվանին, ծափեր տորտը։ Սերը կա, արդեն ուժեղ է, բայց արի այստեղ հրավիրենք նաև քո գեղեցկուհի դուստրերին, ում ծննդյանորն է այսօր, Արմինեն ու Արմենուհին։ Ուր են։ Արմենուհի ուր եք։ Շնորհակալ եմ Կարո, ապրես աղբերս։ Մեր կարապետը ընտիր տղայա։ Հայո բարեկամ։ Հա, ես կգնամ, ըհը։ Հիմա ես վառում եմ ձեր համար մոմեր երազանքի։ Ուրախ ես մեծ աղբեր, աշկերդ փայլում է, հուզվել ես, երևում է։ Դու ունես սիրուն անակնկալ մի բացակա, գեղեցիկ ու հարգված ընտանիքի կողմից, դրա համար ուզում եմ քեզ հարցեմ, կաղա աղջիկները շուտ գլխին գնան ում կողմից է, էլի։ Դու կասես ում կողմից է։ Ում կողմից է անակնկալը։ Ում կողմից է այս անակնկալը։ Արոնի։ Հա, չէ։ Ասեմ, թե մի չէ տանջեմ։ Կարենի։ Այո, Կարենի, Աննայի ու Միլենայի կողմից շատ սիրված քույրիկներ, առողջ լինեք ու միշտ գեղեցիկ։ Ապրես Կարո ջան։ Կարենը դու Կարեն հեսա կհասնենք Կարենի մոտ երազանք պահին փչեն քույրիկները, պապան։ Իմացեք Կարենը ձեզ հետ է միշտ, շատ է ձեզ սիրում, ձեր կողքը կանգնած է, ոչինչ որ մի քանի հազար կիլոմետր հեռու է։ Այդ երազանք պահեք սիրուն ընտանիքով, եկեք։ Ասա քեզ օտարություն, ինչ վատություն է Երեկույու 4:30 փչում ենք, չկ։ Հարվեն ծնկիտ քնանամ հայրական Չմնամ, մայրիկ տուն վերադառնամ, հարվեն ծնկիտ Բրավո, իհարկե։ Տորտի վրա գերություն ունենք։ Կարո, արի մոտս, արի ստե, դու պետք է կադրի մեջ չլնես, արի։ Ուրեմն հիմա տեսեք ինչ է գրված այստեղ։ Շնորհավոր լինի ձեր ծնունդը, մաղթում ենք, որ միշտ միասին լինեք եւ մեր կողքին։ Խոսք եք տալի։ Անիկները իրար կողքի լինեն ու սիրեն իրար։ Շատ ճիշտ է ընկերես, շատ լավ է։ Կարո, դու ինձ դուր ես գալի, բարեկամ, ես ինչ ես անում։ Մնացել մեր կարոտած սրտերի ցավը մենք ենք իմացել ժամն է արդեն որ մենք sense ամբողջ աշխարհը վառում են բայց վառելուց հետո մի գեղեցիկ պահ է ստեղծվելու ստեղ Կարոն կասի իշ պահ Կարո ասա Ուրա ամի բան ասելի
Ծնունդը շնորհավոր Լա 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 Ծնունդը շնորհավոր Ծնունդը շնորհավոր Թող լինի այսօր Թող լինի այսօր Խրատներին կարոտ չմնա Երկու դուստրերը պապայի հետ Ես շատ են սիրում, այդ պաչեք պապային էլ է Երկուսով այսից Խրատներին կարոտ չմնամ Մայրիկ տուն վերադառնամ Հարվեմ Ջան, ապրես, աղբերես Ապրես ընկերս։ Աղա գաս հետ հանք ջումերի իրար հետ Չէ, այսօր չէ։ հիմա աղբեր Չէ։ Հա, դա Դες քաղցրությունը տամ պապային Պապան այս ամեն չէ ստեղծել է, այս գեղեցիկ ընտանիքը Տար, ում կուզես տուր, ում չես ուզի մի տուր Սիրուն համով աջիկայվ տորթա Խոսք ունի մեր աղբերը Բայց ես Չի վերջացել շարքը Չի վերջացել Որդու կարոտն է քաշում Հայրս էլ վանքի շեմին Կարոտած աղոտ կասում Կարո մենք գնացինք Հաջողություն բոլորին Բարեկամներ, ահա նոր Եդեսայի նոր էմոցիաները ամեն ինչ հիասքանչել Անես սիրուն ես կայանը դուսը մենակ Ապրես Տեսար կոկտել էր սարքը մեր աղբերը Էդ ինչ կոկտել է աղբերս Պատմիր այս կոկտելի մասին Չէ, լավ Չպատմեց Մեր տղերքը, մեր աղբերները Մեր անուշ աղբերները Հետ ենք, աղբեր հետ տանենք ձեզ, թեք դուք եթում եք ըտենց Հետ տանեմ Չէ Հա, դե եկեք նստեք եթում ենք աղբեր Ապրի աղբերս Օրեք կան տղերքս, եկան, նստեք եթում ենք Ենա տղերքն է օգնեգանք հասնենք ձեզ Բարեկամներ, ահա, այսքանը նոր Եդեսիայից Եվ ծխում է Պորշը ծխող է, էլի Տղերք, ձեզ նույն տեղը պատի տանեմ, թե ուրիշ տեղ եք իջնելու Հա Բա ուժեղ աղբեր Հզոր Հա, հեսա եթանք աղբերս, եթանք իրար հետ ընկերություն անենք, ձեր դպրոցն էլ ենք սարքենք, կգան կնկարենք Մենք էլ գնում ենք ջումրի, էլի աղբերս Գնում ենք հարսանիք կան դե, իմպերիա ռեստորանում հարսանիք հա Հա, եթում ենք այս ենք անակնկալ անենք, ուրախացնենք զույգին գանք Ձեր տունեն դեր, չէ? Հա? Դե պապին բարևներ, պապի անուն ինչ էր? Գևոր պապին բա վերջը գնաց Դուբայ աղբեր Հա? Վերջը գնաց Ուժեղ, նորություններ ենք իմանում նոր Եդեսիայից, շատ հաճելի, դզեց Բարև ձեզ Մենք Եղեգնաձորից ենք աղբեր, տեղը գիտես? Հա? Որտեղ ասա դե բացատրի Հա, բարև ձեզ Նկարվենք? Նկարվենք, այո? Հա, ոբշե ուժեղ նկարվենք, եկա նկարվելու Ով ենք նկարվում, ասեք Առանձին, դավայ, ես մեկ, գնաց Ձեզ չենք նկարում, մենք ենք նկարվում Եթե ուզում ես դրամատությունը տուղվի լավում Քեզ սիրով հրավիրում ենք ու տանկյուն Այստեղ շպիտներ են իրական Սեսանից մեկը Արի Ինչքան շատ երեխեք են Դան դու էլ արիստը Հելանք դե աղբեր նկարվում է ինչ անեմ Դե ձեզ լավ որ Ահա բարեկամներ նկարվեցինք Տղեկ ջան, աչ եմ չէ եթում Իմ ընկերներ
Հեսա ձեր ֆուտբոլի դաշտը սարքելու են, իմացեք։ Մենք մեզ մոտո արեք։ Մեզ մոտո արեք։ Ջան։ դու ված բան չմտածես իմ մասին։ Ինչը չէ, բաներ, ընդ շինարարություններ գիտեմ, դե հոյնադու չես ասել։ Հա, մերնեմ սրտի, Սամվել մեծ աղբերն ես, չէ, հետում եմ։ Ուշանում եմ, տղեկներ տանում, տնամուր եմ, ճշնում եմ там։ Давайте։ Այս կրուգը կայնում եմ աղբեր։ Աղբեր են ինչ մոտո բաներ ուզում։ Հələ կայն թո բանը սարքեն նոր մոտոն, աղբերս։ Աղբերներ ջան, դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն ուժեղ ելնեք։ Խնդրեմ աղբերներ ջան, ձեզ ենք շնորհակալ։ Միշտ այսենց հասնող ելեք բոլորին։ Բարև ձեզ։ Նոր Եդեսիայից մենք դուրս եկանք նոր ճանապարհ, որը մեզ կտանի Գյումրի։ Գյումրի կլինենք ժամը իմ պատկերացնում 8-9 կողմերը, չէ՞ Վարդան։ Դե բարեկամներ, էլ չեմ ասում լայքեք, բաժանորդագրվեք։ Էլ չեմ ասում տարածեք։ Ոչ մի բան էլ չեմ ասում։ Գնացինք։